Այս հաղորդման ընթացքում դիտեք լրագրողական թիմն ահազանգում է, ինչ տարածում ունի թմրամիջոցների օգտագործումը երիտասարդների շրջանում։ Սա այն ուղին է, որը հաստատ լուսավոր տեղ չի տանելու։ Զրուցում ենք ինչպես հասկանալ եւ օգնել երիտասարդներին։ Պետք է անչափահասը զգա, որ նույնիսկ այս սխալ ընտրած ճանապարհի պարագայում ծնողների կողմից կա աջակցություն իր նկատմամբ։ Երբ վտանգավոր կամ կեղծ ինֆորմացիան փորձում է անհետանալ Telegram-ից, այսօր կսովորեցնենք գտնելու գործիքը։ Իսկ վերջում մաքրում ենք դաշտը թմրամիջոցների հետ կապված միֆերից։ Բնական լինելը բացարձակ չի նշանակում, որ ինքը օգտակար է։ Ստուգված է։ Դիտեք, որովհետև սա շատերին է վերաբերում։ Ողջույն։ Երիտասարդությունը փորձերի, սխալների ու որոնումների ժամանակն է, լի էներգիայով եւ ազատ ընտրությամբ։ Մեզ թվում է, թե ամեն ինչ կարող ենք փորձել, բայց կա մի վտանգավոր փորձ, որը զրկում է մեզ ազատությունից, էներգիայից, առողջությունից, ընկերներից եւ վերջապես նպատակներից ու երազանքներից։ Այսօր ծանր թեմայից ենք խոսելու՝ թմրամիջոցների օգտագործման մասին, եւ ուզում ենք ոչ թե վախեցնել կամ դաս տալ, այլ խոսել բաց, ուղիղ ու առանց միֆերի։ Նախ եկեք հասկանանք, թե որքան լուրջ է խնդիրը մեր երկրում եւ հետո ումից կարելի է օգնություն ակնկալել։ Անչափահասների շրջանում մենք ունենք լրջագույն մարտահրավեր այս առումով։ Սա հատված է Ֆակտոր TV-ի թակարդ 420 երիտասարդները թմրանյութերի ճիրաններում ֆիլմից։ Վավերագրական խաղարկային ֆիլմի արտադրական թիմը ահազանգում է դեռահասների ու երիտասարդների շրջանում թմրանյութերի տարածման ահագնացող խնդրի մասին։ Վերջին տարիներին հատկապես շատ ռոմանտիզացվում է մարիխուանան ու համարվում է դա շատ թույլ եւ անվնաս թմրամիջոց։ Մեր այս ֆիլմը նպատակ ուներ դեմ լինել այդ նորմալիզացմանը։ Ֆիլմը առաջին հերթին հասցեագրված է երիտասարդներին ու մենք նպատակ ունեինք ոչ թե վախեցնել նրանց, այլ ցույց տալ թմրանյութերի իրական հետևանքները, որոնք կարող են առաջանալ կախվածությունից։ Եվ կրթության ոլորտի պատասխանատուները, եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, եւ իհարկե դիսպանսերի ողջ անձնակազմը շատ պատրաստական համագործակցել են մեզ հետ։ Լրագրողները պատմում են, որ թեև տվյալների պակաս կա, բայց տեսանելիորեն ավելի մեծ թվով երիտասարդներ են սկսել թմրամիջոցներ օգտագործել, քանի որ դրանք ավելի հասանելի են դարձել եւ ֆինանսապես, եւ ֆիզիկապես։ Դրանց ակտիվ վաճառքը իրականացվում է հատկապես Telegram-յան ալիքների միջոցով։ Երևանում, եթե նկատեք, պատերի գրվածքները Telegram-յան ալիքներն են, իրեն կարող են բացել ու այնտեղ մտնել, այնտեղից արդեն գնել։ Facebook-ում կամ Instagram-ում գովազդը դրվում է տարիքային շեմերով։ Այսինքն իրականում ենթադրենք 40 տարեկան ծնողները չեն տեսնում այն գովազդը, որը դրված է ենթադրենք 16-18 տարեկանների վրա։ 14 տարեկանից եմ սկսել մեթադոն այնտեղից գնաց։ Երևի թե հիմնական խնդիրը, որ եղել է այդ ընթացքում, իրական հերոսներ գտնելն էր։ Շատ դեպքեր են եղել, որ հերոսների ցանկությամբ ինչ-որ բաներ նաև չի հրապարակվել։ Ես կարող եմ ասել, որ իրենք բոլորը միաբերան միայն մեկ բանի համար են համաձայնել հարցազրույց տալ ու խոսել այդ ֆիլմում, որ կարողանան այլոց օգնել չհայտնվել նույն դժոխքի մեջ։ Մեր հերոսներից մեկը շատ լավ ձևակերպում է այդ միտքը։ Ընդհանրապես պետք չի փորձել։ Ընդհանրապես պետք չի քեզ փորձության ենթարկել, որովհետև սա այն ուղին է, որը հաստատ լուսավոր տեղ չի տանելու։ Սա իսկապես թակարդ է։ Ըստ ֆիլմի տվյալների, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված 18-ից 24 տարեկան երիտասարդների թիվը 2023 թվականին գրեթե կրկնապատկվել է 22-ի համեմատ։ Ֆիլմը խորհուրդներ է պարունակում ծնողների եւ ուսուցիչների համար, ինչ անել, եթե երիտասարդի վարքում կոնկրետ փոփոխություններ են նկատում։ Իմ մայրն էլ ուսուցիչ է ու այս ֆիլմից հետո ինքն էլ էր նայել ու այս ֆիլմից հետո ինքը ավելի շատ է սկսել ուշադրություն դարձնել աշակերտներին ու հենց այն նմանատիպ ինչ-որ դեպք է տեսնում, ոնց որ աչքերը կարմրած էին, ու զանգում է ծնողին միանգամից, որ հասկանա թե ինչ միջոցներ կարող են ձեռք առնել։ Խնդրի նկատմամբ պետության համապարփակ մոտեցման անհրաժեշտությունն են փաստում լրագրողները։ Ներքին գործերի նախարարության պաշտոնյան էլ հայտնում է դպրոցականներին տեստավորելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրենց մտադրության մասին։ Իսկ հերոսները գրեթե միաբերան խոսում են հարազատների եւ շրջապատի աջակցող վարքագծի կարևորության մասին։
Թմրամիջոցների մասին ամենաակտիվ ու քիչ վերահսկվող միջավայրերից մեկն այսօր Telegram-ն է։ Իմ գործընկեր Սուրենը հիմա ցույց կտա մի գործիք, որը շատ կարևոր է երիտասարդների պաշտպանության համար։ Այն թույլ է տալիս ողջել, ով է տարածել տեղեկությունը, ինչ ալիքներից է այն գալիս, որքան է այդ ալիքների իրական լսարանը, ինչպես գտնել կեղծ տեղեկություն տարածողին եւ թաքնվողին։ Ողջույն, Telegram-ը վաղուց դադարել է լինել պարզապես Messenger։ Այստեղ մենք հետևում ենք բլոգերներին, լրահոսին եւ նույնիսկ սովորում, բայց երբեմն որոշ հրապարակումներ ջնջվում են եւ մենք կորցնում ենք դրանք։ Այսօր ցույց կտամ մի գործիք, որը թույլ է տալիս որոնել եւ գտնել Telegram-յան ջնջված հրապարակումները։ Որոնեք tgstat.com կայքը։ Quick search բաժնում փնտրեք ձեզ հետաքրքրող ալիքը եւ այնուհետեւ կտեսնեք ալիքի նկարագրությունը եւ bio բաժինը։ Կարող եք ուշադրություն դարձնել statistics բաժնին։ Այստեղ երևում է ալիքի աճը, որքան հետևորդ է ավելացել կամ պակասել, հրապարակումների ընդհանուր դիտումները, իսկ citation բաժնում նշված է, թե որ ալիքներն են հաճախակի կիսվում այս էջի բովանդակությամբ։ Մի փոքր ներքև, Top Post բաժնում կարող եք տեսնել տվյալ ալիքի ամենաշատ դիտված հրապարակումները եւ փնտրել ամսաթվերով, ըստ ձեր հետաքրքրության։ Իսկ հետ գնալով եւ սեղմելով Post Filter բաժնին, կարող եք ֆիլտրել եւ գտնել նույնիսկ ջնջված հրապարակումները։ Դրա համար պարզապես անջատեք Hide Deleted կոճակը։ Կարող եք նաև ընտրել ամսաթիվ կամ որոնել ըստ բանալի բառերի։ Հենց այս գործիքի միջոցով մեր թիմը 2022 թվականին կարողացել էր գտնել ջնջած հրապարակումը։ Դա կեղծ տեղեկություններ այն մասին, որ կապիկի ծաղիկ հիվանդությունը տարածվել է Հայաստանում գործող ամերիկյան կենսալաբորատորիաներից եւ մեզ մոտ արձանագրվել է վիրուսի 350 դեպք։ Այսպիսով, Digistat-ը ոչ միայն ալիքների վիճակագրությունը վերլուծելու գործիք է, այլև օգտակար հարթակ փաստերի ստուգման համար։ Ստույգ զրույցի իմ հյուրն է ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։ Ողջույն, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Ինչպիսի վիճակագրություն ունեք դպրոցահասակների եւ երիտասարդների թմրամիջոցների օգտագործման ծավալների վերաբերյալ։ Ինֆորմացիոն կենտրոնում մեր առկա վիճակագրական տվյալների համաձայն 2023-ից 25 թվականները ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազման միտում անչափահասների կողմից։ Ըստ էության 23 թվականին ունենք նմանատիպ 10 դեպք, 24-ին 7, իսկ 25 թվականի 11 ամսում 6 դեպք։ Բայց եթե մենք հայացք ենք գցում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված հաղորդագրություններին, այսինքն դեպքեր, ահազանգեր, որոնք վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության անչափահասների կողմից, այստեղ ունենք աճ։ Մասնավորապես 2025 թվականին ունենք նման հաղորդագրության 68 դեպք, 2025-ի 11 ամսվա տվյալներով։ Այն դեպքում, երբ 2024 թվականի 12 ամսով տարվա կտրվածքում ունեցել ենք 52 դեպք։ Պարոն Խաչատրյան, մեր հաղորդումը դիտում են մեծ թվով ծնողներ, նաև երիտասարդներ։ Ինձ հետաքրքիր է նաև տարիքային որ խումբն է ամենաթիրախայինը ու հետաքրքիր է նաև ինչերն են հիմք հանդիսանում, որ ազդում են երիտասարդներին, պատանիներին այդ առաջին անգամ փորձելու որոշումը կայացնելու։ Մեր գործնական փորձառությունը առնվազն ցույց է տալիս, որ թիրախային համարվում են հիմնականում 14-ից 18 տարեկան երիտասարդներն ու անչափահասները։ Ինչու՞։ Դա պայմանավորված է մի քանի գործոնով։ Որպես կանոն ինքնուրույն կենցաղ ձևավորելու, ինքնուրույն զբաղմունք իրականացնելու այդ պրոցեսը առաջին փուլերը ընդգրկում է հիմնականում 14-ից 18 տարեկան ժամանակահատվածը, որպես կանոն մինչ այդ ավելի շատ ծնողական վերահսկողության, ծնողական, այսպես ասած, խնամքի ներքո են գտնվում եւ ինչ վերաբերում է թե ինչն է մոտիվացնում առաջի անգամ դա օգտագործելուն, հիմնականում այդպես ընդգծված պատճառներ, որ առաջի անգամ ցանկանում եմ օգտագործել, չկան, սակայն կարող ենք ընդհանրական տարբերակով sense համամասնության մեջ դիտելով ընդգծել այդ տարիքի ինքնահաստատման, հուզականության եւ ինչ որ միտեղ գերակայության, չգիտեմ, սեփական անձը փորձելու, ցույց դնելու այդ
չհիմնավորված, այսպես ասած, մոտիվացիաներն են բերում նրան, որ այս խմբի անձինք առաջին անգամ փորձում են թմրամիջոց, մի որոշ դեպքում էլ չհիմնավորված հետաքրքրվածությունը եւ սեփական ուժերի գերագնահատումն է, ես այս process-ից ցանկացած բան կարող եմ հետ կանգնել կարգախոսով ու նմանատիպ այլ պատճառներ։ Ինձ հետաքրքիր է նաեւ ինչպես կարող են ծնողները կամ ուսուցիչները այդ զգուշացնող ազդանշանները ընկալել, որ կա վտանգը կամ արդեն դրա մեջ ենք։ Իհարկե դրանք բազմազան են, օրինակ կարող են նշել 3։ Բազմազան են, օրինակ գերօգնածությունը կամ գերակտիվությունը, անսովոր զանգվածների արկայությունը երեխայի մոտ, բժշկական կաթուցիչներ, ապակե գլանակներ, բուսական զանգվածի եւ որպես կանոն թմրամիջոցին բնորոշ հոտի արկայությունը, անորոշ կամ մեծ քանակի գումարի արկայությունը անչափահասի մոտ, տան ընտանիքին պատկանող իրերի, թանկարժեք իրերի գումարի անհետացումը, քնկոտությունը, կարմրած աշկերը, լայն ու նեղ բիբերը, ոչ սովորական ակտիվությունը։ Մեծահասակները, երբ որ ինչ-որ բան նկատում են, հաճախ փորձում են երեխայի, երիտասարդի պատանու հետ այդ ամեն զրույցը ունենալ։ Հաճախակի որ սխալներն են թույլ տալիս մեծահասակները իրենց զրույցներում, որը արժե հիմա բարձրաձայնենք ու փորձենք հետո չունենալ։ Այստեղ շատ կարևոր է ծնողի, մեծահասակի այն զգայուն միջամտությունը նման հոգեբանական բարդ եւ ծանր իրավիճակում հայտնված անչափահասին, որպես կանոն նման դեպքերը դրսևորվում են կամ անչափահասի նկատմամբ բռնությամբ, կամ հարկադրանքով, պատժով, արգելանքով, բայց բնականաբար նման միջամտությունը չի կարող ցանկալի արդյունք տալ, ըստ էության ընդհակառակը նման ռեպրեսիվ միջամտությունը ինքը կարող է առավելի ծանր հետևանքներ առաջացնել, ոչ միայն քանի որ այդ արարքները օրինակ անչափահասի նկատմամբ բռնությունը ինքը քրեորեն հետապնդելի է, դա չէ, հենց անչափահասի հոգեբանության եւ ազդեցության վրա կարող է շատ ավելի ծանր հետևանք եւ անդառնալի հետևանքներ առաջացնել, ուստի մենք խստիվ դատապարտում ենք թմրամիջոց գործածած, օգտագործած անչափահասի նկատմամբ բռնությունը ծնողի կամ օրինական ներկայացուցիչի կողմից, այս պարագայում շատ զգայուն մոտեցում է պետք ցույց տալու, որ աջակցում ենք իրեն, այսինքն պետք է անչափահասը զգա, որ նույնիսկ այս սխալ ընտրած ճանապարհի պարագայում ծնողների կողմից կա աջակցություն իր նկատմամբ։ Պետք է անչափահասին բերել այն համոզմունքին, որ այն լաբորատոր ստուգումներն ու այն բժշկական հետազոտությունները, որոնք առաջարկում ենք իրականացնել, դա ոչ թե հարկադրանքի միջոց են, դա ոչ թե հարկադիր բուժման միջոց են, այլ դրանք անհրաժեշտ են ճիշտ պատկեր ստանալու համար։ Այս process-ում առաջարկում ենք մենք օրինակ բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Ծնողը որ տարիքից պիտի այդ պաշտպանող զրույցները, այսպես ասենք, սկսի։ Մինչև հիմնական տարիքը նշելը մի շատ կարևոր բան եմ այստեղ ուզում անդրադառնալ։ Մենք այս անչափահասի հետ զրուցելու, անչափահասի հետ կանխարգելիչ բնույթի որոշակի միջոցառումներ իրականացնելու առումով շատ զգույշ պետք է լինենք, քանի որ շատ հաճախ այդ սահմանները կանխարգելիչ բնույթի զրույցից գովազդի շատ նուրբ են եւ բնականաբար այստեղ միանշանակ տարիք ասելը, որ օրինակ 10 տարեկանից կամ 11 կամ 12 տարեկանից շատ բարդ է, քանի որ կապված իրավագիտակցության, կապված աշխարհայացքի ընկալման հետ դրանք կարող են տատանվել, բայց առնվազն մեկ բան կարող ենք ֆիքսել, որ միայն դրա բացասական հետևանքների մասին խոսելը շատ հնարավոր է, որ ինքը գովազդի ազդեցություն տա եւ ընդհանրապես մեկ խողովակով դա անչափահասի հետ իրականացնելը եւս արդյունավետ չի լինի, կարծում եմ այստեղ ծնող, պետական մարմին, մանկավարժ, ոստիկանություն, սոցծառայող, հոգեբան շղթայական այդ համակցության մեջ պետք է իրականացվեն ամեն մեկը իր դերակատարումով։ Մենք կարծում ենք ավելի շատ այդ զրույցը պետք է իրականացվի ավելի դրական օրինակի վրա, այսինքն ոչ թե ի ցույց դնելով անչափահասին, որ այ եթե օգտագործես կհայտնվես այս իրավիճակում, այլ հակառակը,
այս մարդը հասել է այս իրավիճակում, քանի որ ինքը ունեցել է առողջ ապրելակերպ, զբաղվել է սպորտով, մշակույթով, արվեստով եւ այլն, դարձել է այսօր աշխարհահռչակ, ավելի շատ լավ օրինակի վրա մենք դեպի անչափահասին պիտի զերծ պայենք նման բաներից, քան ավելի շատ այդ բացասական հետևանքները անդադ իրան մեջ բերելով։ Այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, պարոն Խաչատրյան, երիտասարդն է, X մարդն է, ու ինչ որ իմաստով ինքը այդ սխալին գնացել է։ Ինչպես կարող է նա օգնություն խնդրել, չվախենալով դատապարտումից։ Այս առումով շտապ եմ մի փոքր ներկայացնել մեր ապագա ծրագրերի մասին։ Մենք ուրեմն ունենք թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն եւ այդ ռազմավարության շրջանակներում ունենք ծրագրային մի ուղղություն, որը վերաբերում է սկրինինգային տեստավորումներին, կամավոր սկրինինգ տեստավորումներին։ Դա շուկայում ազատ վաճառվող տեստեր են, որ անձը սեփական միջոցներով կարող է տեստավորել տանը մեզի միջոցով եւ պարզել թմրամիջոց գործածել է թե ոչ։ Եվ այս առումով իհարկե դեռևս հղկման, մշակման եւ քննարկման փուլերում են, բայց մենք ցանկանում ենք ներդնել այդ մոտեցումը կամավոր տեստավորման, որի պարագայում եթե պարզվի անչափահասների մակարդակից ենք սկսել, հուսով եմ ինչ-որ մի բան նաեւ կհասնի չափահասների մակարդակ այդ մեր նախատեսված քննարկվող մոդելը։ Եթե ի հայտ է գալիս սկրինինգ տեստավորման արդյունքում անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման փաստ եւ դրա մասին ծնողը ներկայացնում է հաղորդում ոստիկանություն, բնականաբար նախատեսում ենք քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր սահմանել։ Սա կխրախուսի այն իրավիճակները, որոնք որ ծնողի օրինական ներկայացուցչի համար կասկածելի են թվացել, սակայն պատասխանատվության մտավախությունից ելնելով դա չի հանրայնացել եւ ներկայացել այն մարմիններին, որոնք իրավասու են զբաղվելու դրանցով, միգուցե այս իրավիճակները մեր մոտ կրճատեն եւ ի հայտ բերեն այն խնդիրները, որոնք որ ծածկված են մնացել։ Իսկ ինչ վերաբերում է չափահաս անձանց, ովքեր որ ինչ որ մի պահի կիրառել են եւ գիտակցել են, կամովին ներկայացնելու, կամովին ներկայանալու դեպքում բնականաբար ազդելու է մեղմանոցի հանգամանք է դիտվելու եւ այս առումով շատ կարեւոր շեշտադրում եմ ես ցանկանում անել, որ ըստ էության բոլոր միջոցները ուղղվելու են տվյալ անձին նման իրավիճակից դուրս բերելու։ Դա կլինի համապատասխան կախվածությունների ազգային կենտրոնում համապուժման միջոցով կամ հոգեբան ներգրավելու միջոցով, բայց համենայն դեպս այս առումով ամբողջ միջոցները ուղղված են լինելու նրան, որ անձին կարողանանք վերասոցիալականացնել այդ բարդ ու դժվար երևույթը։ Ցանկանամ խոսենք սոցիալական ցանցերի, սոցիալական մեդիայի ազդեցությունների մասին։ Այս ամեն ինչը սոցիալական մեդիայի այս զարգացումը, տարբեր հարթակների ստեղծումը իրենց մեջ ավելի շատ ռիսկեր են պարունակում այս համատեքստում, թե հնարավորություններ։ Ռիսկեր պարունակում են, բայց միայն ռիսկերի վրա հիմնվենք եւ օրինակ հրաժարվենք թվային գործիքներից կամ թվային հարթակներից, բնականաբար չի լինի։ Այստեղ ընդհանրապես մենք պետք է գնահատենք ռիսկը, հասկանանք մեր կարողությունները եւ եթե դրանք չեն համարժեք չեն հակազդելու կամ այդ ռիսկը նվազեցնելու, ռիսկը չեզոքացնելու, ընդհանրապես պետք է զարգացնենք մեր կարողությունները։ Այո, հրաշալի։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Երբեմն թմրամիջոցները ներկայացվում են որպես փախուստ խնդիրներից, սթրեսից։ Դրանք իրականում ոչ թե ճանապարհ են բացում, այլ փակուղի են ստեղծում։ Կարող է թվալ, թե վերահսկում ես իրավիճակը, բայց շուտով պարզվում է, որ ամեն ինչ արդեն քո վերահսկողությունից դուրս է եկել։ Ինչպիսի միֆեր կան այս թեմայի հետ կապված, պարզել է իմ գործընկերը։ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետազոտության համաձայն աշխարհում շուրջ 296 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործում, որից 13.5 միլիոնը 15-ից 16 տարեկան երիտասարդներն են։ Թմրամիջոցների հետ կապված շատ պնդումներ տարիներով մեզ փոխանցվել են որպես ճշմարտություն, բայց հաճախ չեն հիմնավորվում։ Այսօր մենք ստուգելու ենք դրանցից մի քանիսը։ Պնդում 1. Կա պնդում, որ երիտասարդ օրգանիզմը ավելի դիմացկուն է թմրամիջոցների նկատմամբ։ Երբ որ անձը երիտասարդ է, ուղեղը դեռևս ձևավորված չէ, վնասակար հետևանքները շատ ավելի վատ են լինում։ Գործածման հետևանքով ի հայտ են գալիս բազմաթիվ լուրջ խնդիրներ ինտելեկտի, կոգնիտիվ ֆունկցիաների, հիշողության, ուսուցման կարողության հետ կապված։
Պնդում 2. Գերդոզավորումը պատահում է այն մարդկանց հետ, ովքեր շատ են օգտագործում թմրանյութեր։ Գերդոզավորումը կարող է հանդիպել հենց առաջին օգտագործման ժամանակ եւ հաճախակի օգտագործման ժամանակ։ Ու գերդոզավորումը կարող է լինել մահացու, կարող է լինել ոչ մահացու, բայց շատ լուրջ առողջական խնդիրներով։ Կալիումի խումբը մեկ անգամյա օգտագործման դեպքում կարող է առաջացնել գերդոզավորում մահացու ելքով սիրտանոթային համակարգի շնչառական կենտրոնի ընկճման հետևանքով։ Կանաբինոիդները մեկ անգամյա օգտագործման դեպքում կարող են առաջացնել ընկալման խանգարումներ, վարքային խանգարումներ, սինթետիկ թմրամիջոցները, ստիմուլյատորները, մասնավորապես մետամֆետամին, ամֆետամին, մեկ անգամյա օգտագործման դեպքում կարող են առաջացնել սուր հոգեկան խանգարում, ցնորքներով, զառանցական մտքերով, որոնք բերում են սուիցիդների։ Պնդում 3. Բնական ծագման թմրանյութերն անվտանգ են։ Բացարձակ անհիմն հայտարարություն եւ բնական լինելը բացարձակ չի նշանակում, որ ինքը օգտակար է։ Կանաբինոիդների ժամանակ այդ նույն խոտը բնական, ինքը կարող է մեկ անգամյա գործածումից առաջացնել ցնորքներ, պատրանքներ, զառանցական մտքեր, հոգեկան խանգարում։ Չկա անվտանգ թմրամիջոց, ուղղակի չկա անվտանգ թմրամիջոց։ Պնդում 4. Թմրանյութը շարունակաբար միևնույն չափաբաժնով ընդունելու դեպքում հնարավոր է խուսափել անդառնալի հետևանքներից։ Ցավոք սրտի ցանկացած անձ կամ նրանցից շատերը, ովքեր սկսում են գործածել թմրամիջոցներ, իրենք անհիմն ենթադրում են, որ իրենք կկարողանան վերահսկել դրա քանակը, գործածման հաճախությունը, բայց կախվածությունը ինքը ենթադրում է ախտանշանների առկայություն, որոնցից մեկը այն է, որ ժամանակի ընթացքում գործածվող թմրանյութի կարիքը օրգանիզմի կողմից ավելի ու ավելի է մեծանում ու անհրաժեշտություն է առաջանում քանակը ավելացնելու։ Այսինքն վերահսկել այդ քանակը ու թողնել նույն քանակի վրա այդպես չի լինում ուղղակի։ Ժամանակի ընթացքում ինքը անպայման ավելանում է։ Պնդում 5. Ուժեղ կամքի դեպքում թմրանյութերից կախվածություն չի առաջանում։ Բացարձակ անհիմն են պնդումը, որ իր մոտ չի առաջանա այդ կախվածությունը, որովհետև ինքը պայմանավորված չի ոչ ֆիզիկական ուժով, ոչ հոգեկան ուժով, ոչ կամքի ուժով, ոչ իր գենետիկայով, այնքանով, որքանով, որ եթե բարդացած է ժառանգականությունը մի քիչ ավելի շուտ կձևավորվի այդ կախվածությունը, եթե ազգականների մեջ հոգեկան հիվանդներ կան կամ թմրամիջոցներ գործածողներ կամ ալկոհոլը չարաշահողներ, դրանք ավելի շուտ կձևավորվեն, բայց ցանկացած պրակտիկ առողջ մարդ հոգի ակտիվ նյութ գործածելու շարունակական գործածման արդյունքում ինքը ձեռք է բերելու այդ կախվածությունը։ Ուզենալ այստեղ այնքանով է կարևոր, որ եթե անձը ով ունի կախվածություն որոշում չկայացնի ինչ-որ բան փոխելու իր կյանքում, որևէ մեկը նրան օգնել չի կարողանալու։ Ընդհանրապես պետք է հիշել, որ թմրամիջոցներից կախվածությունը ինքը քրոնիկական հիվանդություն է։ Ցանկացած հաջորդ գործածումից հիվանդությունը կրկնվում է։ Կարևոր է հիշել, հնարավոր չէ վերահսկել թմրամիջոցների օգտագործման չափն ու ազդեցությունը։ Չկան անվտանգ թմրամիջոցներ, չկա անվնաս փորձ, եւ նույնիսկ մեկ անգամը կարող է փոխել ամեն ինչ։ Ինչպես տեսանք, թմրամիջոցները ոչ մի խնդիր չեն լուծում եւ չեն դարձնում կյանքը ավելի լիարժեք։ Պարզապես ժամանակ են խլում կյանքի այն փուլից, երբ մենք երիտասարդներս փորձում ենք գտնել մեզ, մեր ճանապարհը։ Իսկ կորցրած ժամանակը հետ բերել հնարավոր չէ։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք այս խոսակցության ընթացքում։ Ուշադիր եղեք ձեր ժամանակի, ընտրության, ընկերների նկատմամբ, հիշելով, որ կյանքում շատ ավելի արժեքավոր բաներ կան։ Ցտեսություն։ Բայց ասում են անհարմար է, ու քանի այդպես է։ Ստուգված է, ստուգված է, ստուգված